Ողջույն, իմ անունը Էգոն Չոլակյան է, ես Ապոկալիպսիսի սուրհանդակն եմ, համենայն դեպս, ռուս լրագրողներն ինձ այդպես են անվանել, քանի որ ես ճշմարտությունն եմ ասում Սիբիրյան մագմատիկ փետուրի սպառնալիքի մասին եւ այն մասին, թե ինչ է սպասվում մեզ բոլորիս, առաջին հերթին ռուսներին։ Դե, քանի որ ինձ նշանակել են Ապոկալիպսիսի սուրհանդակ, ուրեմն ես կկատարեմ իմ առաքելությունը։ Այժմ ինձ լսեք, վերջին ժամանակներում ապրողներ, քանի որ եկել է ժամանակը։ Ինչու եմ ասում, որ ժամանակը եկել է։ Որովհետև մենք ալլատրա շարժման մասնակիցների հետ միասին 10 տարի սպասեցինք ևս մեկ մոլորակային սպառնալիքի մասին ճշմարտությունը բարձրաձայնելու համար։ Նույնիսկ այն ժամանակ մենք գիտակցում էինք աղետի ողջ մասշտաբը, բայց չէինք կարող խոսել այդ մասին, սպասում էինք, որ տարբեր երկրների գիտնականների կողմից գիտական հետազոտությունների կրիտիկական զանգված կուտակվի։ Մենք ինքներս ենք նախաձեռնել որոշ ուսումնասիրություններ, բայց պետք է սպասեինք, որ մարդիկ սկսեն գիտակցել այս սպառնալիքը։ Մենք չէինք կարող հույս դնել միայն մեր աշխատանքի վրա, քանի որ մեզ չէին լսի։ Ինչ սպառնալիքի մասին եմ խոսում հիմա։ Իսկ եթե ես ձեզ ասեմ, որ ձեր բոլոր հիվանդությունները դեպրեսիայից մինչև քաղցկեղ, հոգնածությունից մինչև անպտղություն, այսօր ունեն մեկ ընդհանուր պատճառ, որն առնվազն խորացնում է ձեր հիվանդությունների ընթացքը։ Սա միկրո և նանոպլաստիկն է։ Այն արդեն ամենուր է, օդում, ջրում, սննդի մեջ, ձեր և ձեր երեխաների ներսում։ Եվ դա ոչ միայն աղտոտում է, այլև ոչնչացնում է մեզ ներսից, բջիջների և ԴՆԹ-ի մակարդակում։ Այսօր ես ձեզ ցույց կտամ, թե որքան խորն ենք մենք խրված, և ինչու այդ սպառնալիքը չի զիջում Սիբիրյան փետուրին մարդկության համար իր աղետալի հետևանքներով։ Ժամանակն է նայել այս թշնամու երեսին և հասկանալ նրա սպառնալիքի մասշտաբները։ Ինչ է միկրո և նանոպլաստիկը և ինչու է այն ամենուր։ Ինչ է միկրո և նանոպլաստիկը և ինչու է այն ամենուր։ Միկրոպլաստիկը դա 5 մմ-ից փոքր պլաստիկի բեկոր է, իսկ նանոպլաստիկը 1 միկրոմետրից փոքր է։ Այս մասնիկները անտեսանելի են առանց մանրադիտակի, բայց պահպանում են իրենց պոլիմերային կառուցվածքը և պարունակում են թունավոր հավելումներ, ինչպիսիք են ֆտալատները, բիսֆենոլները և ավելի քան 16000 քիմիական նյութեր, որոնցից ավելի քան 4200-ը կայուն են և կուտակվում են օրգանիզմում։ Որտեղից են հայտնվում այս մասնիկները։ Միկրո և նանոպլաստիկը ձևավորվում է, երբ մեր արտադրած պլաստիկը քայքայվում է արևի, ջրի, քամու և ժամանակի ազդեցության տակ, եղանակային, ֆիզիկաքիմիական կամ կենսաբանական դեգրադացիայի և այրման գործընթացները ավելացնում են միլիարդավոր միկրո և նանոպլաստիկի մասնիկներ շրջակա միջավայրում։ Աղբյուրները բազմազան են, պլաստիկ շշերից մինչև տեքստիլ և անվադողեր, օվկիանոսներում մակրոպլաստիկից մինչև միկրոմանրաթելեր, որոնք կազմում են ջրի մեջ պարունակվող պլաստիկի 91%-ը։ Աշխարհում ամեն տարի արտադրվում է ավելի քան 400 միլիոն տոննա պլաստիկե թափոն, և մինչև 2040 թվականը կանխատեսվում է, որ այդ թիվը կեռապատկվի։ Բայց ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ ձեզ, որ գործը դրան չի հասնի, հենց նույն պլաստիկի պատճառով։ Իսկ հաջորդիվ դուք կիմանաք, թե ինչու եմ այդպես վստահ խոսում դրա մասին։ Պլաստիկը քայքայվում է 500-ից 1000 տարվա ընթացքում, առանց ամբողջությամբ անհետանալու, այն է, վերածվելով միկրո և նանոպլաստիկի։ ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը հայտարարել է, որ մարդու կողմից երբևէ ստեղծված ամբողջ պլաստիկի գրեթե 100%-ը դեռ գոյություն ունի, պարզապես այլ ձևով, իսկ իմ կողմից կարող եմ ասել, որ այն գոյություն կունենա դեռ հազարավոր տարիներ։ Պլաստիկի թափոնները վերածել են մեր մոլորակը հսկայական փորձադաշտի, որտեղ պլաստիկը դարձել է հենց բնության մի մասը։ Միկրո և նանոպլաստիկը, դրանք ոչ միայն աղտոտիչներ են, այլ մոլորակային ճգնաժամի եռակի կատալիզատոր, որն ազդում է բնական աղետների աճի, կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի աղտոտման վրա։ Կլիմայական գործընթացների խախտում։
Գիտեք արդյոք, որ միկրո և նանոպլաստիկը նպաստում է անոմալ տեղումների առաջացմանը։ Մթնոլորտում միկրոպլաստիկի մասնիկները գործում են որպես սառույցի բյուրեղացման միջուկներ, փոխելով ամպերի կառուցվածքը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ միկրոպլաստիկ պարունակող ջրի կաթիլները սառչում են միջինը 5-ից 10 աստիճանով ավելի բարձր ջերմաստիճանում, քան առանց միկրոպլաստիկի, ինչը հանգեցնում է ավելի հազվադեպ, բայց զգալիորեն ավելի ինտենսիվ տեղումների։ Գիտնականները նշում են, որ այս գործընթացը ազդում է տեղումների, եղանակի կանխատեսման, կլիմայի մոդելավորման և նույնիսկ թռիչքների անվտանգության վրա։ Հատկապես տագնապալի է պլաստիկի ազդեցությունը մոլորակի ջերմային հավասարակշռության վրա, գեոդինամիկ ակտիվության աճի համատեքստում։ Օվկիանոսը պատմականորեն առանցքային դեր է խաղացել գլոբալ ջերմաստիճանի կարգավորման գործում, գլանելով և վերաբաշխելով երկրի ներսից բխող ավելցուկային ջերմությունը։ Այնուամենայնիվ, միկրո և նանոպլաստիկը կրիտիկական կերպով խաթարում են այս գործառույթը։ Օվկիանոսի տաքացման առաջնային պատճառը բարձրացող մագման է, որը հատկապես ուժեղ ազդեցություն է ունենում օվկիանոսային կեղևի վրա, որն ավելի բարակ և խոցելի է, քան մայրցամաքային կեղևը, քանի որ պլաստիկե թափոնները քայքայվում են միկրո և նանոմասնիկների։ Ծովի ջրի ջերմային հաղորդունակությունը նվազում է, ինչը թույլ չի տալիս օվկիանոսի միջոցով հեռացնել մոլորակի խորքից եկող ավելորդ ջերմությունը։ Սա հանգեցնում է երկրի ընթերքում ավելցուկային էներգիայի կուտակման, ինչը հանգեցնում է խորը կիզակետով երկրաշարժերի քանակի ավելացմանը և մագմայի նոր խցիկների արագ ձևավորմանը։ Իրենց հերթին, այս գործընթացներն էլ ավելի են խորացնում մոլորակի անկայունությունը և արագացնում օվկիանոսի տաքացումը։ Ձևավորվում է վտանգավոր փակ ցիկլ։ Գեոդինամիկ ակտիվությունը տաքացնում է օվկիանոսը, ջեռուցումն արագացնում է պլաստիկի քայքայումը, միկրոպլաստիկի կոնցենտրացիայի ավելացումը նվազեցնում է ջրի ջերմային հաղորդունակությունը, խաթարվում է ջերմության հեռացումը ընթերքից, մեծանում է գեոդինամիկ ակտիվությունը և երկրաշարժերի հաճախականությունը, օվկիանոսն ավելի է տաքանում, ինչն էլ ավելի է արագացնում պլաստիկի տրոհման գործընթացը միկրո և նանոմասնիկների։ Սա նպաստում է էքստրեմալ եղանակային իրադարձությունների և բնական աղետների, ջրհեղեղների, փոթորիկների և արևադարձային ցիկլոնների հաճախականության և ինտենսիվության ավելացմանը, այժմ ավելի քան երբևէ։ Հիմա կանգ առեք և մտածեք։ Մենք ստեղծել ենք մի հրեշ, որը ոչ թե պարզապես շրջապատում է մեզ, այլ արդեն ներթափանցել է մեր ներսը։ Քանի որ պլաստիկը փոխում է կլիման, տաքացնում է օվկիանոսները և ազդում գեոդինամիկ գործունեության վրա, այն աննկատ դառնում է մեր մարմնի մի մասը, արտաքին թշնամուց այն վերածվել է անտեսանելի զավթիչի, որը սպանում է մեզ ներսից։ Իսկ ինչպես դա տեղի ունեցավ, եկեք նայենք, թե ինչ է կատարվում մեր մարմնի ներսում։ Միկրո և նանոպլաստիկի ազդեցությունը առողջության վրա։ Նանոպլաստիկը ներթափանցել է մեր մարմնի յուրաքանչյուր անկյուն, արյունից մինչև ուղեղ, աղիներից մինչև ընկերք, իսկ ամենասարսափելին այն է, որ այն գործնականում դուրս չի բերվում օրգանիզմից։ Հայտնվելով ներսում, այս միկրոսկոպիկ մասնիկները թափանցում են մեր օրգանների, հյուսվածքների և բջիջների ամենախորը կառուցվածքները, ընդմիշտ մնալով այնտեղ և կուտակվելով ամեն օր։ Ի տարբերություն շատ այլ տոքսինների, որոնց մարմինը կարողանում է զտել և վերացնել, նանոպլաստիկի մասնիկը չափազանց փոքր է, այն անտեսանելի է աչքի համար և այնքան փոքր է, որ հաղթահարում է մարմնի բոլոր պաշտպանիչ պատնեշները և սկսում ոչնչացնել այն ներսից, բջջային ամենահիմնական մակարդակում։ Դա նման է աննկատ թույնի, որը սպանում է այն ամենը, ինչը մեզ կենդանի է դարձնում և առաջացնում հիվանդություններ, որոնցից փրկություն չկա։ Ահա թե ինչու մենք սկսեցինք մեր զրույցը բջիջներից։ Քանի որ բջիջներում է սկսվում շղթայական ռեակցիան, որն ի վերջո հանգեցնում է լուրջ հիվանդությունների և, որպես հետևանք, մահվան։ Բջջային գեներատորները քայքայվում են։
Պատկերացրեք, որ մեր բջիջներից յուրաքանչյուրը փոքր գործարան է, որն արտադրում է էներգիա, որպեսզի մենք կարողանանք ապրել, շարժվել և շնչել։ Այս էներգիան ստեղծվում է պայմանական գեներատորներում, միտոքոնդրիումներում։ Նանոպլաստիկը ներթափանցում է այս գեներատորների մեջ և խաթարում դրանց աշխատանքը։ Դրա պատճառով է, որ բջիջները կորցնում են էներգիա արտադրելու իրենց կարողությունը, որը հաճախ անվանում են ադենոզին տրիֆոսֆատ կամ ATF։ Հայտնվում է վնասակար նյութերի ավելցուկ, ռեակտիվ թթվածնի տեսակների տեսքով։ Բջիջները սկսում են խեղդվել առանց էներգիայի։ Կարևոր է հասկանալ, որ ATF-ը որևէ նյութ չէ, սա մարմնի ունիվերսալ էներգիայի արժույթն է, որն ապահովում է բացարձակապես բոլոր գործընթացները ձեր մարմնում, նյութերի տեղափոխումը թաղանթներով, հորմոնների, ներառյալ տեստոստերոնի և կորտիզոլի սինթեզը, DNT-ի վերարտադրությունը, մկանների գծկումը և նյարդային ազդակների փոխանցումը։ Պատկերացրեք, որ ձեր մարմնի միլիարդավոր բջիջներից յուրաքանչյուրում կա մի փոքրիկ էլեկտրակայան, որը հանկարծակի դադարում է աշխատել։ Երբ նանոպլաստիկը ոչնչացնում են միտոքոնդրիումները և դադարեցնում է ATF-ի արտադրությունը, դա նման է ամբողջ քաղաքի էլեկտրաէներգիայի անջատմանը։ Սկզբում մարում են լույսերը, վատանում է տեսողությունը, կանգ են առնում վերելակները, թուլանում են մկանները, դադարում է աշխատել կապը, խանգարվում է նյարդային ազդակների փոխանցումը, հետո անջատվում են անվտանգության համակարգերը, ընկնում է իմունիտետը, և ամբողջ քաղաքն աստիճանաբար ընկղմվում է քաոսի մեջ։ Առանց ATF-ի, բջիջը չի կարող պահպանել թաղանթների ամբողջականությունը, սինթեզել կենսական նշանակություն ունեցող նյութերը, փոխանցել ազդանշաններ և նույնիսկ պաշտպանվել նույն վիրուսների և վարակների արտաքին սպառնալիքներից։ Սա եզակի խնդիր չէ։ Սա հիմնարար խաթարում է, որը սկիզբ է դնում ավերիչ գործընթացների կասկադին, որոնք, ի վերջո, հանգեցնում են բջիջների, հյուսվածքների և, ի վերջո, կենսական օրգանների մահվան։ Մեր բջիջները լամպերի պես դուրս են գալիս շարքից, և մենք կորցնում ենք մեր առողջությունը։ Ահա թե ինչու նանոպլաստիկը ոչ միայն աղտոտիչ է, այլև դանդաղ գործողությամբ կենսաբանական ռումբ է, որն ուղղված է հենց մեր գոյության հիմքերի դեմ։ DNT Նանոպլաստիկը էլ ավելի խորն է թափանցում մեր DNT-ի մեջ և գործում է որպես տոքսիններ արտադրող թույն։ Այն վնասում է DNT-ի թելերը և առաջացնում գենետիկ փոփոխություններ, որոնք կարող են փոխանցվել երեխաներին։ Սա հանգեցնում է քաղցկեղի տարբեր ձևերի, քանի որ բջիջները սկսում են անվերահսկելի աճել, առաջացնելով հյուսվածքների արագացված ծերացում և գենետիկական խանգարումներ, որոնք անցնում են ապագա սերունդներին։ Հատկապես անհանգստացնողն այն է, որ նանոպլաստիկը մնում է բջիջներում նույնիսկ երբ դրանք բաժանվում են, փոխանցվելով դուստր բջիջներին։ Սա նշանակում է, որ քաղցկեղածին բջիջների բաժանման դեպքում պլաստիկն ուժեղացնում է նրանց միգրացիան և նպաստում մետաստազների տարածվելուն, ավելի ագրեսիվ դարձնելով քաղցկեղը։ Մեր բջիջները շրջապատված են պաշտպանիչ թաղանթով, մի տեսակ պատով։ Նանոպլաստիկը գործում է որպես բջջային թաղանթների ոչնչացնող, այն առաջացնում է ծանր բորբոքումներ և հանգեցնում է բջիջների վաղաժամ մահվան։ Սա բերում է այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են ռևմատոիդային արթրիտը, երբ հոդերը ցավում և քայքայվում են, աղիների բորբոքային հիվանդությունները, երբ մարսողությունը վերածվում է տանջանքի։ Աղիների բորբոքային հիվանդություններով հիվանդների մոտ միկրոպլաստիկի կոնցենտրացիան զգալիորեն ավելի բարձր է։ Օրգանիզմը բառացիորեն պատերազմ է սկսում ինքն իր դեմ, հարձակվելով նանոպլաստիկից վնասված սեփական հյուսվածքների վրա։ Այս գործընթացի ամենատագնապալի հետևանքը բջջային մակարդակում ամբողջ օրգանիզմի արագացված ծերացումն է։ Հյուսվածքների կենսաբանական տարիքը զգալիորեն գերազանցում է ժամանակագրականին, որն արտահայտվում է տարիքային հիվանդությունների վաղ զարգացմամբ և մարմնի համակարգերի կենսունակության ընդհանուր նվազմամբ։ Փաստորեն, նանոպլաստիկը գրում է ծերացման նոր, ավելի արագ և դրամատիկ սցենար, որը մենք, որպես մարդկություն, դեռ պետք է լիովին գիտակցենք։ Սրտի կաթված, ինսուլտ և դեմենցիա։ Նանոպլաստիկը հաղթահարում է բոլոր խոչընդոտները և հասնում ամենակարևոր օրգաններին։
Անոթներում այն կուտակվում է թիթեղներում, ինչի հետևանքով դրանք պայթում են։ Առաջացնում է ուղեղի բորբոքում և խաթարում նյարդերի աշխատանքը։ Ոչնչացնում է նյարդային կապերը և առաջացնում նյարդային բորբոքումներ։ Գիտնականների ցնցող հայտնագործությունները ցույց են տալիս, որ քներակային զարկերակի ստենոզով հիվանդների արյան մեջ միկրոպլաստիկի կոնցենտրացիան զգալիորեն բարձր է, քան առողջ մարդկանց մոտ։ Հիվանդների արյան մեջ հայտնաբերվել է պլաստիկի բարձր պարունակություն, որն օգտագործվում է խողովակների, պատուհանների, ավտոմեքենաների սրահների և հագուստի մեջ։ Միկրոպլաստիկը ոչ միայն առկա է ուղեղում։ Այն խորը ներթափանցում է ուղեղի հյուսվածքի մեջ, հաղթահարելով արյունաուղեղային պատնեշը, որը սովորաբար պաշտպանում է մեզ վիրուսներից և բակտերիաներից։ Ուղեղում նանոպլաստիկն առաջացնում է քրոնիկ բորբոքում և խորապես խաթարում նեյրոնների աշխատանքը, ոչնչացնելով նրանց միջև սինոպտիկ կապերը։ Սրանք նույն ուղիներն են, որոնցով փոխանցվում են մեր ուղեղի բոլոր ազդանշանները։ Ուղեղում այն խանգարում է բետա-ամիլոիդի քայքայմանը, որը Ալցհեյմերի հիվանդության հետ կապված սպիտակուց է, և նվազեցնում է գլիալ ֆիբրիլյար թթվային սպիտակուցի մակարդակը, որն ուղղակիորեն կապված է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների և դեպրեսիայի վաղ փուլերի հետ։ Սա հանգեցնում է այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը և ինսուլտը, որից մահվան վտանգը 4,5 անգամ ավելի բարձր է այն մարդկանց մոտ, ում անոթներում առկա է պլաստիկը։ Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունները, որոնց դեպքում նանոպլաստիկը ուղղակիորեն ակտիվացնում է ուղեղի իմունային բջիջները, ցրելով նեյրոնների վնասը։ Դեպրեսիան և անհանգստության հետ կապված խանգարումները։ Քնային և ներգանգային զարկերակների ստենոզը։ Եվ ահա ևս մեկ ցնցող վիճակագրություն։ Միայն ԱՄՆ-ում ֆտալատները, պլաստիկի հետ կապված քիմիական նյութերը արդեն հանգեցնում են տարեկան մոտ 100,000 վաղաժամ մահերի 55-ից 64 տարեկան մարդկանց շրջանում, սրտանոթային հիվանդությունների պատճառով։ Սա ավելին է, քան ավտովթարների և հրազենային վնասվածքների զոհերի թիվը միասին վերցրած։ Եվ սա նեյրոդեգեներատիվ հիվանդությունների և սրտանոթային աղետների համաշխարհային համաճարակի միայն սկիզբն է, կապված մեր կյանքում նանոպլաստիկի համատարած առկայության հետ։ Ոսկրային հյուսվածքի ոչնչացում։ Միկրոպլաստիկը թափանցում է ոսկրային հյուսվածք։ Նանոպլաստիկի մասնիկները ոսկորների մեջ են մտնում մարսողական համակարգի միջոցով, որտեղ նրանց մոլեկուլային կառուցվածքը թույլ է տալիս քողարկվել որպես կալցիում և ոսկրային նյութափոխանակության համար անհրաժեշտ այլ հանքանյութեր։ Մարմինը բառացիորեն ընդունում է պլաստիկը որպես ոսկորների շինանյութ։ Ոսկրային հյուսվածքի մեջ հայտնվելով, այս օտար մասնիկները լրջորեն խաթարում են նորմալ նյութափոխանակությունը։ Միկրոպլաստիկը աստիճանաբար մեր ամուր ոսկորները վերածում է ծակոտկեն, փխրուն կառուցվածքների։ Այս գործընթացի հետևանքները կործանարար են։ Օստեոպորոզը, որը ոսկրային խտության պաթոլոգիական նվազումն է, զարգանում է ավելի արագ և ավելի վաղ տարիքում։ Կոտրվածքների վտանգը զգալիորեն մեծանում է նույնիսկ նվազագույն վնասվածքների դեպքում։ Դաստակի կոտրվածքներ, սեփական հասակի բարձրությունից ընկնելիս, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, պարզապես ծանրություն բարձրացնելիս, վնասվածքների վերականգնման խիստ դանդաղում, երբ կոտրված ոսկորները սերտաճում են ամիսներով, ստանդարտ շաբաթների փոխարեն։ Այս մեխանիզմը հատկապես վտանգավոր է դեռևս հիմնականում տարեց մարդկանց համար, որոնց մոտ ոսկրային հյուսվածքի վերականգնման գործընթացները տարիքի հետ բնականաբար դանդաղում են։ Միկրոպլաստիկը դառնում է վերջին կաթիլը, որը վերջնականապես խախտում է ոսկրային նյութափոխանակության առանց այն էլ փխրուն հավասարակշռությունը։ Արդյունքում մենք տեսնում ենք ազդրի կոտրվածքների և այլ տարիքային կոտրվածքների համաճարակ, որոնք ոչ միայն կտրուկ նվազեցնում են կյանքի որակը, այլև զգալիորեն մեծացնում են մահացությունը տարեցների շրջանում։ Ամենատագնապալին այն է, որ այս խնդիրն արդեն շատ ավելի արդիական է դարձել միջին տարիքի մարդկանց և նույնիսկ երիտասարդների համար, որոնց մոտ, ըստ ֆիզիոլոգիայի բոլոր օրենքների, ոսկրային հյուսվածքը պետք է լինի իր ամրության գագաթնակետին։ Հարձակում վերարտադրողական համակարգի վրա։
Նանոպլաստիկը անխնահարված է հասցնում մեր սերունդը շարունակելու ամենանվիրական հատկանիշին։ Կարևոր է իմանալ, որ նանոպլաստիկը առկա է նույնիսկ սերմնահեղուկում և ձվաբջիջներում։ Բեղմնավորման հենց պահն արդեն տեղի է ունենում նանոպլաստիկի առկայության դեպքում, և զիգոտի առաջին բաժանումները նույնպես տեղի են ունենում արդեն իսկ նանոպլաստիկի պարունակությամբ։ Կնոջ վերարտադրողական համակարգը հատկապես խոցելի է նանոպլաստիկի և հարակից քիմիական նյութերի նկատմամբ։ Ֆտալատները քիմիական միացություններ են, որոնք սովորաբար օգտագործվում են պլաստիկն ավելի ճկուն դարձնելու համար։ Նրանք ուղղակիորեն ակտիվացնում են արգանդի միոմայի աճը, ինչը գիտականորեն ապացուցված է բազմաթիվ ուսումնասիրությունների միջոցով։ Այս նույն քիմիական նյութերը խանգարում են ընկերքի աշխատանքին, խաթարելով հիմնական հորմոնի արտադրությունը, առանց որի անհնար է հղիության բնականոն ընթացքը և յուրաժամանակ ծնունդը։ Հատկապես մտահոգիչ է նանոպլաստիկի կարողությունը հաղթահարելու պլասենտար պատնեշը, ներթափանցելով զարգացող պտղի մեջ և թունավորելով չծնված երեխային նույնիսկ ծնվելուց առաջ։ Հորմոնալ մակարդակում նանոպլաստիկն ու ֆտալատները գործում են որպես էնդոկրին խանգարողներ, խաթարելով դաշտանային ցիկլի և օվուլյացիայի նուրբ գործընթացները։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց մոտ միկրոպլաստիկի հիմնական թիրախները ձվարաններն են և էնդոմետրիումը՝ երկու կարևոր վերարտադրողական օղակները։ Ձվարաններում միկրոպլաստիկը ճնշում է հատիկավոր բջիջների կենսունակությունն ու նորմալ բաժանումը, որոնք շրջապատում և սնուցում են հասուն ձվաբջիջը։ Սա հանգեցնում է ֆոլիկուլների անոմալ զարգացման և օվուլյացիայի հետ կապված խնդիրների։ Էնդոմետրիումում, արգանդի ներքին շերտում, որտեղ պետք է ամրանա սաղմը, միկրոպլաստիկը առաջացնում է պաթոլոգիական փոփոխությունների մի ամբողջ կասկադ՝ արգանդի ֆիբրոզ, որը շարակցական հյուսվածքի ավելորդ աճն է, կոլագենի անոմալ նստվածք, սաղմի հաջող իմպլանտացիայի համար անհրաժեշտ բուն էնդոմետրիումի վտանգավոր նոսրացում և դրա ցիկլային փոփոխությունների խախտում։ Այս ազդեցության բժշկական հետևանքները կործանարար են կանանց առողջության և երեխա ունենալու ունակության համար։ Արգանդի միոմաները, որոնց պատճառահետևանքային կապը ֆտալատների հետ գիտականորեն ապացուցված է, գնալով ավելի տարածված խնդիր են դառնում։ Միայն ԱՄՆ-ում 2018 թվականին գրանցվել է վաղաժամ ծննդաբերության 56600 դեպք, կապված ֆտալատների ազդեցության հետ, ինչը միլիարդավոր դոլարների բժշկական ծախսեր է առաջացրել։ Անպտղությունը, վիժումները, հղիության բազմաթիվ բարդությունները և սաղմի իմպլանտացիայի հետ կապված խնդիրները, դրանք այն բոլոր խնդիրներն են, որոնք նախկինում համարվում էին հիմնականում առեղծվածային, դադարել են այդպիսին լինել։ Ապացուցված է, որ այս խնդիրների պատճառը կնոջ օրգանիզմի միկրոպլաստիկով աղտոտումն է։ Արական վերարտադրողական համակարգ։ Միկրո և նանոպլաստիկը նվազեցնում է տեստոստերոնի, առանցքային արական հորմոնի մակարդակը, կուտակվում է ամորցիներում, վնասելով հյուսվածքը, քայքայելով սպերմատոգեն միջավայրը, ինչպես նաև խաթարում է սրտանոթային համակարգի առողջությունը, որն անհրաժեշտ է նորմալ էրեկցիայի համար։ Հետազոտությունները ցնցող արդյունքներ են ցույց տվել։ Տղամարդկանց ամորցիների 23 հյուսվածքներում հայտնաբերվել է միկրոպլաստիկի 12 տեսակ։ Որքան բարձր է միկրոպլաստիկի պարունակությունը, այնքան ավելի նկատելի է սերմնաբջիջների քանակի նվազումը։ Մկների վրա կատարված փորձերը հաստատում են, որ վնասի չափն ուղղակիորեն կապված է միկրոպլաստիկի կոնցենտրացիայի հետ։ Սա հանգեցնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են սերմնահեղուկի քանակի և որակի նվազում, իմպոտենցիան և էրեկտիլ դիսֆունկցիա, հորմոնալ անհավասարակշռություն։ Տարեկան ավելի քան 10,000 տղամարդու մահը մասամբ վերագրվում է տեստոստերոնի անբավարարությանը, որն առաջացել է ֆտալատների ազդեցության հետևանքով, և մեկ այլ տագնապալի փաստն այն է, որ վերջին 40 տարիների ընթացքում տղամարդկանց մոտ սերմնահեղուկի միջին կոնցենտրացիան աշխարհի բոլոր երկրներում ցույց է տվել կայուն նվազման միտում։ Իմունային և մարսողական խնդիրներ։ Մեր աղիների ներսում կա մի ամբողջ մանրադիտակային աշխարհ, տրիլիոնավոր մանրէներով, վիրուսներով և սնկերով, որոնք կազմում են միկրոբիոմը, որը բարդությամբ համեմատելի է արևադարձային անտառի էկոհամակարգի հետ։ Այս ներքին անտառը կարևոր է մեր առողջության համար։ Այն օգնում է մարսել սնունդը, սինթեզել վիտամինները և մարզել մեր իմունային համակարգը,
բայց նանոպլաստիկը պարզապես ոչնչացնում է այն։ Հայտնվելով աղիներում, այն արմատապես փոխում է միկրոբիոմի տեսակային կազմը, ոչնչացնելով օգտակար բակտերիաները և նպաստելով պաթոգենների բազմացմանը, թերևս ավելի վտանգավոր է, որ նանոպլաստիկը ֆիզիկապես վնասում է աղիքային պատնեշի բարակ պաշտպանիչ շերտը, որը միակ խոչընդոտն է աղիների պարունակության և արյան հոսքի միջև։ Արդյունքում իմունային համակարգը ակտիվանում է, սկսվում է քրոնիկական բորբոքում և ամբողջ մարմինը անցնում է մշտական մարտական պատրաստության վիճակի, երևակայական սպառնալիքների դեմ։ Այս գործընթացի հետևանքները զգում են միլիոնավոր մարդիկ, ինչը արտահայտվում է գրգռված աղիների համախտանիշով, իր անկանխատեսելի ցավերով, սովորական սննդի նկատմամբ ալերգիկ ռեակցիաներով և իմունիտետի ընդհանուր նվազմամբ, ինչը մեզ խոցելի է դարձնում վարակների նկատմամբ։ Հատկապես կարևոր է հասկանալ, որ աղիները պարզապես մարսողական օրգան չեն։ Գիտնականները դրանք անվանում են երկրորդ ուղեղ, նյարդային բջիջների հսկայական քանակի և կենտրոնական նյարդային համակարգի հետ անմիջական կապի պատճառով։ Միկրոբիոմի վնասումը առաջացնում է ազդանշանների կասկադ, որոնք ուղեղ են հասնում աղիք-ուղեղային առանցքի միջոցով, ազդելով տրամադրության ու ճանաչողական ֆունկցիայի վրա և նույնիսկ հրահրելով հոգեկան խանգարումներ։ Հետևաբար, երբ նանոպլաստիկը ոչնչացնում է միկրոբիոմը, տուժում է ոչ միայն ստամոքսը։ Հարվածի տակ է հայտնվում ամբողջ մարմինը, ներառյալ մեր հոգեկան առողջությունը։ Նանոպլաստիկը հանգեցնում է նյարդային համակարգի ծանր հիվանդությունների։ Մեր մարմնի յուրաքանչյուր բջջի ներսում կա բարդ համակարգ, որն անընդհատ մաքրում է բջիջը վնասված բաղադրիչներից և տոքսիններից, այնուամենայնիվ, նանոպլաստիկը լրջորեն խախտում է այս կենսական գործառույթը, բջիջներում հայտնվելով, այն ֆիզիկապես արգելափակում է մաքրման գործընթացները, դրա պատճառով բջջային թափոնները սկսում են կուտակվել բջիջներում, որոնք սովորաբար պետք է հեռացվեն, սա հատկապես վտանգավոր է նյարդային բջիջների համար, որտեղ անոմալ սպիտակուցների կուտակումը բառացիորեն ոչնչացնում է նյարդային մանրաթելերը և դրանց միջև կապերը։ Պատկերացրեք մի բնակարան, որտեղ աղբը ամիսներով դուրս չի բերվել։ Նման միջավայրում անհնար է նորմալ գործել։ Նույնը տեղի է ունենում մեր բջիջներում, նանոպլաստիկի ազդեցության տակ։ Այս քաոսը հանգեցնում է ծանր նյարդաբանական հիվանդությունների զարգացմանը, որոնք են Հանթինգթոնի հիվանդությունը, որի ժամանակ ուղեղի բջիջներն աստիճանաբար այլասերվում են, ամիոտրոֆիկ կողային սկլերոզը, սարսափելի վիճակ, երբ մարդն աստիճանաբար կորցնում է վերահսկողությունը իր մարմնի վրա, միևնույն ժամանակ ամբողջությամբ մնալով գիտակցության մեջ։ Բացի այդ, բջջային մաքրման խանգարումը առաջացնում է դիսբակտերիոզ և աղիների հետ կապված խնդիրներ, որոնք աղիք-ուղեղ առանցքի միջոցով ավելի են ազդում նյարդային համակարգի վրա։ Ի վերջո, այս գործընթացները արագացնում են ծերացումը և առաջացնում նեյրոդեգեներացիա, երբ նյարդային բջիջներն ավելի արագ են մահանում, քան մարմինը կարող է վերականգնել դրանք։ Ըստ էության, մեր բջիջները բառացիորեն խեղդվում են մեր սեփական աղբի մեջ, և դա աստիճանաբար ոչնչացնում է մեր կյանքը, խլելով մեզանից մարմինը կառավարելու և հստակ մտածելու ունակությունը։ Հոգեկան խանգարումների համաճարակ։ Նանոպլաստիկի և հոգեկան առողջության միջև մտահոգիչ կապը գնալով ավելի պարզ է դառնում յուրաքանչյուր նոր հետազոտության հետ։ Գիտնականները պարզել են, որ պոլիստիրոլի միկրոպլաստիկը ուղեղում առաջացնում են բարդ կենսաքիմիական գործընթաց, որն ուղղակիորեն առաջացնում է տագնապալի վարքագիծ։ Միաժամանակ ֆտալատները լրջորեն խախտում են հորմոնալ հավասարակշռությունը, ազդելով տրամադրության և հուզական կայունության վրա։ Առավել մտահոգիչ է այն փաստը, որ միկրոպլաստիկը նվազեցնում է ուղեղի կարևոր սպիտակուցի մակարդակը, որն ուղղակիորեն կապված է դեպրեսիայի զարգացման հետ։ Այս հարձակման արդյունքները ցնցող են։ Վերջին տարիներին դեռահասների և երիտասարդների շրջանում դեպրեսիան գրանցել է 20% աճ, ինքնասպանության մտքերի սարսափելի աճ 76%-ով, ընդամենը 7 տարվա ընթացքում, 2013, 2014-ից 2017-2020 թվականներին, անհանգստության հետ կապված խանգարումների, ինչպես նաև ուշադրության դեֆիցիտի և գերակտիվության համախտանիշի և աուտիզմի տարածում։ Ամենավտանգավոր օրինաչափությունն այն է, որ երիտասարդների մոտ հոգեկան խանգարումների համաճարակը համընկնում է նանոպլաստիկի և հարակից քիմիական նյութերի ազդեցության աճի հետ, որոնց ժամանակակից երեխաները հանդիպում են ծննդյան պահից ի վեր։
Նանոպլաստիկը, որպես անտեսանելի թշնամի։ Ինչպես արդեն հասկացաք, նանոպլաստիկը պարզապես աղտոտիչ չէ, այն անտեսանելի թշնամի է, որն արդեն զավթել է մեզ ներսից, այն ներթափանցել է յուրաքանչյուր բջիջի մեջ, մեր գեներատորներ միտոքոնդրիումներից մինչև ԴՆԹ-ն, որը մեր ապագայի նախագիծն է։ Այն չի հեռանում, այն կուտակվում է, ոչնչացնելով այն ամենը, ինչը մեզ կենդանություն է տալիս, էներգիան, առողջությունը, միտքը, երեխաներ ծնելու կարողությունը, դա հետաձգված գործողությամբ կենսաբանական ռումբ է, որը պայթում է դանդաղ, բայց անխուսափելիորեն և որի հետևանքներն են շաքարախտը, քաղցկեղը, դեմենցիան, անպտղությունը, դեպրեսիան, փխրուն ոսկորները, վնասված իմունիտետը, նանոպլաստիկը հարվածում է ուղեղին, աղիքներին և սրտին, ինչի հետևանքով մենք վաղաժամ ծերանում ենք և առանց պատճառի հիվանդանում։ Եվ ամենավատն այն է, որ մենք չենք կարող կանգնեցնել այս գործընթացը։ Քանի դեռ պլաստիկը ձեր ներսում է, ձեր յուրաքանչյուր հիվանդություն, ձեր յուրաքանչյուր վախ, յուրաքանչյուր կորուստ կլինի դրա հետևանքով։ Սա պատահականություն չէ, սա օրինաչափություն է, որը մենք ինքներս ենք ստեղծել։ Գիտակցեք սա։ Նանոպլաստիկը վերաշարադրում է մեր ճակատագիրը, և եթե մենք ելք չգտնենք, սա կլինի մեր վերջը։ Մարդկությունն արդեն հատել է պլաստիկե Ռուբիկոնը։ Անտեսանելի թշնամին ինտեգրվում է մեր հյուսվածքների մեջ, և դրա հետևանքները դառնում են ժամանակակից բժշկական իրականության անխուսափելի մասը, որն ազդում է մեզանից յուրաքանչյուրի վրա։ Սա այլևս պարզապես պոտենցիալ սպառնալիք չէ, սա առողջապահական աղետ է, որը տեղի է ունենում այստեղ և հիմա, և որի մասշտաբները մենք նոր ենք սկսում գիտակցել։ Երեխաներ։ Նանոպլաստիկի սպառնալիքի դեմ ամենաանպաշտպան խումբը երեխաներն են, հատկապես նրանք, ովքեր դեռ գտնվում են մոր արգանդում, գիտական հետազոտությունները հաստատել են այն, ինչն ամենաշատն էր վախեցնում գիտնականներին։ Նանոպլաստիկի մասնիկները հաղթահարում են պլասենտար պատնեշը, որը նախատեսված է զարգացող պտուղը պաշտպանելու համար։ Պլաստիկի միկրոսկոպիկ մասնիկները բառացիորեն թափանցում են ընկերք և ուղղակիորեն ազդում երեխայի զարգացող օրգանիզմի վրա նրա զարգացման ամենակրիտիկական շրջանում։ Ավելին, նանոպլաստիկը փոխում է կրծքի կաթի բաղադրությունը, խաթարելով նորածինների սնուցումը, որոնց հատկապես անհրաժեշտ են մայրական կաթի բոլոր պաշտպանիչ գործոնները։ Ինչպես արդեն գիտենք, օրգանիզմի պաշտպանական մեխանիզմը ընկալում է միկրոպլաստիկը որպես օտար նյութ, ինչն իր հերթին առաջացնում է տեղական իմունային ռեակցիաներ։ Իմունային անհավասարակշռությունը հղիության վաղ շրջանում հանգեցնում է տարբեր խնդիրների, այդ թվում ինքնաբուխ վիժումների, ներարգանդային աճի սահմանափակման, վաղաժամ ծննդաբերության և մեռելացնության։ Գիտնականների կողմից հատկապես տագնապալի բացահայտումն այն է, որ նանոպլաստիկը առաջացնում է գենետիկ փոփոխություններ, որոնք ոչ միայն վնասում են կոնկրետ երեխային, այլև կարող են փոխանցվել հաջորդ սերունդներին, ստեղծելով ձնագնդի էֆեկտ։ Վնասի կրիտիկական մեխանիզմներից մեկը պտղի արյունատար անոթների ճիշտ ձևավորման խախտումն է, որը հանգեցնում է զարգացող հյուսվածքների և օրգանների, հատկապես ուղեղի թթվածնային սովի։ Այս ամենը հանգեցնում է մի շարք լուրջ խնդիրների, աուտիզմից և շնչառական հիվանդություններից մինչև պտղի ցածր քաշը, վաղաժամ ծնունդը, ճանաչողական զարգացման հետաձգումը և ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության խանգարումները։ Ըստ էության, մենք ակամա թունավորում ենք մեր երեխաներին նրանց առաջին շնչից դեռ շատ առաջ։ Շնորհիվ այն բանի, որ նանոպլաստիկը կարող է հաղթահարել պլասենտար պատնեշը, առաջացնելով օքսիդատիվ սթրես և բորբոքային ռեակցիաներ սաղմնային հյուսվածքներում, խախտելով որովայնի պատի նորմալ փակումը հղիության 4-ից 8 շաբաթում։ Վիճակագրությունը տագնապալի միտում է ցույց տալիս որովայնի առաջնապատի բնածին արատի, գաստրոշիզիսի դեպքում, երբ աղիները դուրս են ընկնում ճեղքվածքից։ 28 տարվա ընթացքում գաստրոշիզիսի դեպքերը աճել են 161%-ով։ 1990 թվականին 10,000 կենդանի ծնվածների հաշվով 1,73 դեպքից մինչև 4,53 2018 թվականին։
Առավել խոցելի են մինչև 20 տարեկան երիտասարդ մայրերից ծնված երեխաները, որտեղ այդ ցուցանիշը հասնում է 10-ից 15 դեպքի 10,000 կենդանի ծնվածների դեպքում։ Միաժամանակ աճում է տարածվածությունը հիպոսպադիան, բնածին վիճակը տղաների մոտ, երբ միզածորանի բացվածքը գտնվում է նորմայից ցածր։ ԱՄՆ-ում դեպքերի թիվն աճել է 20,66%-ով 1997-ից մինչև 2024 թվականը, երկու դեպքում էլ հետկապը նանոպլաստիկի հետ ակնհայտ է։ Այս մասնիկները պարունակում կամ կրում են էնդոկրին խաթարողներ, ֆտալատներ և բիսֆենոլ Ա-ն, որոնք խախտում են հորմոնալ հավասարակշռությունը և պտղի զարգացումը։ Բիսֆենոլ Ա-ն հորմոնալ ահաբեկիչ, որը քողարկվում է որպես էստրոգեն։ Բիսֆենոլ Ա-ն, որը ես արդեն նշեցի, պլաստիկի ամենատարածված բաղադրիչներից է և առանձնահատուկ վտանգ է ներկայացնում երեխաների համար։ Այս մոլեկուլը քողարկվում է որպես էստրոգեն։ Մոլորության մեջ գցելով ռեցեպտորները և խաթարելով զարգացման կարևոր գործընթացները, Ավստրալիայի Մելբուրնի նյարդաբանության և հոգեկան առողջության Ֆլորիի ինստիտուտի հետազոտությունը ցույց է տվել, որ 11 տարեկանում տղաների մոտ, ում մայրերը հղիության ընթացքում ունեցել են բիսֆենոլ Ա-ի բարձր մակարդակ, աուտիզմի զարգացման հավանականությունը 6 անգամ ավելի մեծ է։ Բիսֆենոլ Ա-ն կամ BF-ն ճնշում է հիմնական ֆերմենտը, որը հատկապես կարևոր է արական պտղի ուղեղի զարգացման համար։ Սրանով է բացատրվում աուտիզմում սեռերի զարմանալի հարաբերակցությունը։ Այս ախտորոշմամբ յուրաքանչյուր աղջկան հասնում է 4-5 տղա։ Աշխարհում տարեկան արտադրվում է 8 միլիոն տոննա բիսֆենոլ Ա, դարձնելով այն տարածված ամենուր մակերևութային ջրերից մինչև կրծքի կաթը։ Երեխայի ուղեղը հարվածի տակ է։ Նեյրոտոքսիկություն և հոգեկան խանգարումներ։ Նանոպլաստիկը կործանարար ազդեցություն են ունենում երեխայի զարգացող ուղեղի վրա։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ նանոպլաստիկի ազդեցությունը մոր մարմնի վրա հանգեցնում է սերունդների ուղեղի զարգացման անոմալիաների, ներառյալ ուղեղի հյուսվածաբանական փոփոխությունները և ճանաչողական խանգարումները։ Այս խանգարումները դրսևորվում են անհանգստության և վարքի փոփոխությունների, ճանաչողական դեֆիցիտի և նյարդային խանգարումների նկատմամբ խոցելիության բարձրացման տեսքով։ Գենետիկական խանգարումներ երեխաների մոտ։ Նանոպլաստիկի ազդեցությունը ԴՆԹ-ի վրա։ Նանոպլաստիկը գործում է որպես էպիգենետիկ փոփոխությունների գենային մոդուլյատոր, առաջացնելով ԴՆԹ-ի վնասվածք և գեների արտահայտման փոփոխություններ, սա կարող է բացատրել այնպիսի գենետիկական խանգարումների գերակշռության աճը, ինչպիսիք են Դաունի համախտանիշը 12,98-ից 10,000 կենդանի ծնվածների համար 1999, 2001 թվականներին մինչև 15,55, 10,000 կենդանի ծնվածների համար 2016, 2020 թվականներին և տրիսոմիա 18, 2,31-ից մինչև 3,10,000-ի համար նույն ժամանակահատվածում։ Նանոպլաստիկի հետևանքով առաջացած օքսիդատիվ սթրեսը և բորբոքումը ազդում են գենետիկական կայունության վրա, մեծացնելով երեխաների մոտ մուտացիաների վտանգը։ Այս ազդեցությունները կարող են դրսևորվել ոչ միայն բնածին անոմալիաների տեսքով, այլև քաղցկեղի և այլ հիվանդությունների նկատմամբ հակվածության բարձրացման տեսքով ողջ կյանքի ընթացքում։ Հատկապես մտահոգիչ է մանկական հանկարծակի մահացության դեպքերի աճը։ Մանկական հանկարծակի անբացատրելի մահացության մակարդակը 2020-ից մինչև 2022 թվականը աճել է մոտ 12%-ով, գրեթե 90 մահերից մինչև 100,000 կենդանի ծնվածների հաշվով 100-ից մի փոքր ավելի մահվան դեպքերի։ Կարևոր է նշել, որ այս աճը տեղի է ունենում 21-րդ դարի առաջին 2 տասնամյակների ընթացքում ցուցանիշների կայունացման երկար ժամանակաշրջանից հետո։ Ավելացել է նաև ավելի մեծ տարիքի երեխաների մահացությունը, հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։ Ֆիզկուլտուրայի դասերին և նույնիսկ հանգստի ժամանակ հանկարծակի մահվան դեպքերը դարձել են իսկական համաճարակ, որը ազդում է բոլոր տարիքի երեխաների վրա, նորածիններից մինչև դեռահասներ։ Մտածեք սրա մասին։ Մեր երեխաները պարզապես զոհեր չեն, նրանք նանոպլաստիկի պատանդներն են։ Մենք ոչ միայն թունավորում ենք մեր երեխաներին, մենք ծրագրավորում ենք քրոնիկ հիվանդություններ մեր թոռների և ծոռների համար։
Հենց հիմա, մինչ դուք լսում եք ինձ, նանոպլաստիկը կուտակվում է ձեր երեխաների մարմնում, ամեն մի շնչի, ամեն մի կում ջրի, նրանց ձեռքում ամեն մի պլաստիկ խաղալիքի հետ։ Այն կուտակվում է կենսական կարևոր օրգաններում, ոչնչացնելով միտոկոնդրիումները, բջջային գեներատորները, առանց որոնց անհնար է նորմալ կենսագործունեությունը։ Հանկարծակի մանկական մահացության վիճակագրությունը, դեռահասների մոտ քաղցկեղի աճը եւ նյարդաբանական խանգարումների համաճարակը պատահական համընկնումներ չեն, այլ մեր պլաստիկից կախվածության համակարգային հետևանքներն են։ Մենք ստեղծել ենք մի միջավայր, որտեղ պատմության մեջ առաջին անգամ երեխաները կարող են ավելի կարճ ապրել, քան իրենց ծնողները։ Սա հիպոթետիկ սպառնալիք չէ կամ ինչ-որ հեռավոր հեռանկար։ Սա անտեսանելի աղետ է, որը տեղի է ունենում այստեղ եւ հիմա։ Միկրո եւ նանոպլաստիկի գլոբալ տարածումը։ Պլաստիկե հոսքը սահմաններ չի ճանաչում, թափանցելով մոլորակի ամենահեռավոր անկյունները։ Մթնոլորտը դարձել է նրա հիմնական հաղորդիչը, տարեկան մինչև 25 միլիոն տոննա միկրո եւ նանոպլաստիկ է տեղափոխվում հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա օդով, ձյան եւ մառախուղի միջով, հասնելով նույնիսկ Արկտիկայի եւ Ալպերի բարձր լեռնային սառցադաշտերին, ջուրն լի ագրեգատային բոլոր վիճակներում պլաստիկի հիմնական փոխադրողն է, գոլորշիացումից մինչև տեղումներ։ Առանցքային դեր են խաղում օվկիանոսներն ու ծովերը։ Ծովային քամիները տարեկան 136,000 տոննա միկրոպլաստիկ են հանում ափ։ Բաց ջրավազաններ խիտ բնակեցված քաղաքներում դառնում են թեժ կետեր միկրո եւ նանոպլաստիկի համար, եւ դրանցում պլաստիկի իրական քանակը կարող է 90%-ով ավելի շատ լինել, քան նախկինում ենթադրվում էր։ Միկրո եւ նանոպլաստիկն ամենուր է, եւ մեր օրգանիզմ մտնելու ուղիներն այնքան բազմազան են, որ դրանից խուսափելը գրեթե անհնար է։ Եկեք տեսնենք, թե ինչպես է դա տեղի ունենում։ Պլաստիկը գտնվում է մեր սննդի մեջ։ Սկսենք նրանից, թե մենք ինչ ենք ուտում։ Միկրո եւ նանոպլաստիկը վաղուց դարձել է մեր սննդի մի մասը։ Գիտնականները պարզել են, որ միրգն ու բանջարեղենը, որոնք մենք համարում ենք առողջարար, բառացիորեն հագեցած են նանոպլաստիկով։ Այս մասնիկները սովորաբար ոռոգման կամ անձրևաջրերի հետ թափանցում են բույսերի մեջ արմատներով, բարձրանում ցողուններով եւ կուտակվում տերևներում եւ պտուղներում։ Ամենաշատ միկրոպլաստիկը հանդիպում է խնձորի, տանձի, գազարի, հազարի եւ բրոկոլիի մեջ, մրգերի մեջ դրա կոնցենտրացիան 2-ից 3 անգամ ավելի բարձր է, քան բանջարեղենում։ Սա նշանակում է, որ խնձորի յուրաքանչյուր կտորի հետ մենք կուլ ենք տալիս հազարավոր անտեսանելի մասնիկներ, որոնք նստում են մեր մարմնում։ Միկրո եւ նանոպլաստիկի ևս մեկ աղբյուրը ծովամթերքն է։ Միկրոպլաստիկը, որը ներթափանցել է ամբողջ համաշխարհային օվկիանոսի հաստույթը, կլանվում է ձկների եւ այլ ջրային օրգանիզմների կողմից։ Նույնիսկ սինթետիկ գործվածքների մեկ լվացումից մինչև 1,5 միլիոն միկրոպլաստիկի մասնիկներ հայտնվում են կոյուղաջրերում, որոնք հետո հայտնվում են գետերում եւ օվկիանոսներում, ծուկ, ծովախեցգետին, միդիաներ։ Այս ամենը վերադառնում է մեր ափսեների մեջ։ Նյուքասլի համալսարանի գիտնականները Ավստրալիայում հաշվարկել են, որ միջին հաշվով մարդը տարեկան ուտում է 250 գրամ պլաստիկ, ինչը համարժեք է 50 պլաստիկե տոպրակների կամ 5-ից ավելի գրամ շաբաթական, որը հավասար է 1 բանկային քարտի քաշին։ Բայց սա դեռ ամենը չէ։ Նույնիսկ միկրոալիքային վառարանում մանկական սննդի պլաստիկե տարաների տաքացումը արտազատում է ավելի քան 2 միլիարդ միկրոպլաստիկի մասնիկներ եւ 4 միլիոն միկրոպլաստիկի մասնիկներ 1 քառակուսի սանտիմետրում, որոնք հետո հայտնվում են սննդի մեջ։ Մենք մեր երեխաներին կերակրում ենք ոչ միայն սնունդով, այլև պլաստիկով։ Թույնը ամեն մի կում ջրի մեջ։ Վարակված է նաև մեր խմած ջուրը։ Միկրո եւ նանոպլաստիկը քաղաքային ջրամբարներ են մտնում հեղեղաջրերի, արդյունաբերական արտանետումների եւ անձրևաջրերի միջոցով, որոնք այդ մասնիկները վերցնում են օդից։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում ծորակի ջրի 90%-ը պարունակում է նանոպլաստիկ։
Համաշխարհային օվկիանոսում ջրի յուրաքանչյուր կաթիլը հագեցած է միկրո և նանոպլաստիկով, և երբ այն գոլորշիանում է, այն բարձրանում է մթնոլորտ, այնուհետև ընկնում տեղումների տեսքով։ 14 ամսվա ընթացքում ԱՄՆ-ի արևմտյան 11 բնական զբոսայգիներում անձրևի և ձյան միջոցով ավելի քան 1000 տոննա պլաստիկի մասնիկներ են թափվել, ինչը բավական է 120 միլիոն շիշ պատրաստելու համար։ Մենք խմում ենք այս ջուրը, կերակուր ենք պատրաստում դրանով, և յուրաքանչյուր կում ջրի հետ պլաստիկն էլ ավելի խորն է ներթափանցում մեր մարմին։ Անտեսանելի թույնը մեր շնչած օդում։ Հիմա մեր շնչած օդի մասին։ Ինչպես ասացի, միկրո և նանոպլաստիկը բարձրանում է բաց ջրամբարների, այդ թվում ծովերի և օվկիանոսների մակերևույթից, տեղափոխվում քամու միջոցով և դառնում մթնոլորտի մի մասը։ Ամեն տարի ծովային քամին ափ է հանում 136,000 տոննա միկրոպլաստիկ, և մենք այն ներշնչում ենք, քայլելով կամ վազելով լողափով։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեգապոլիսով 2 ժամ զբոսանքի ընթացքում մեծահասակ մարդը ներշնչում է մինչև 106,000 մասնիկ, իսկ երեխաները ներշնչում են նույնիսկ ավելին, ակտիվ խաղերի պատճառով։ Իսկ բաց ջրավազանների մոտ, ներառյալ բոլորի սիրելի ափամերձ քամին, մարդը ներշնչում է 10 անգամ ավելի շատ նանոպլաստիկի մասնիկներ։ Անտառները, որոնք մենք մաքուր էինք համարում, վերածվել են թակարդների։ Ծառերի պսակները տարեկան որսում են մինչև 420 տրիլիոն միկրո և նանոպլաստիկի մասնիկներ, իսկ անտառային հովանոցի տաք վատ օդափոխության պատճառով անտառներում օդը երբեմն ավելի վտանգավոր է, քան նույնիսկ մեգապոլիսներում։ Քաղաքներում արտանետումները և մշուշը մասամբ գետնին են նստեցնում պլաստիկը, սակայն անտառներում այն, ընդհակառակը, կուտակվում է, առաջացնելով ծառերի օքսիդատիվ սթրես և խաթարելով ֆոտոսինթեզի գործընթացը։ Յուրաքանչյուր շունչը այդպիսի մաքուր անտառում այժմ մահացու թույն է կրում։ Միկրո և նանոպլաստիկի ստատիկ լիցքը։ Այժմ ես ուզում եմ կիսվել ձեզ հետ կարևոր և, հնարավոր է, ցնցող տեղեկատվությամբ պլաստիկի հատկությունների մասին, որը հայտնի է քչերին։ Շատերը կարծում են, որ պլաստիկի հիմնական վտանգը կապված է դրա քիմիական կազմի հետ, ինչպիսիք են թունավոր հավելումները, ֆտալատները կամ բիսֆենոլ A-ն, որոնք ես նշեցի վերևում։ Այո, այս նյութերը վնասակար են, բայց դրանց ազդեցությունը տեղի է ունենում միկրոդոզաներով, և մարդկությունը, հավանաբար, կարող է հաղթահարել դա։ Այնուամենայնիվ, կա մի շատ ավելի լուրջ վտանգ, որի մասին դեռ շատ քիչ մասնագետներ գիտեն, սա պլաստիկի, հատկապես նանոպլաստիկի, ստատիկ էլեկտրական լիցքերը կուտակելու ունակությունն է։ Հենց այս հատկությունն է, որ թույլ է տալիս պլաստիկ մասնիկներին փոխազդել բջջի ներքին կառուցվածքների հետ, ներառյալ միտոքոնդրիումները, գեներատորները բջիջների ներսում, որոնք պատասխանատու են մեծահասակների և երեխաների մարմնում էներգիայի արտադրության համար։ Հենց նանոպլաստիկի մասնիկների ստատիկ լիցքերն են հանգեցնում բջիջների միջուկների գենետիկական անսարքությունների, մուտացիաներ առաջացնելով ոչ միայն զարգացող սաղմի, այլև մեծահասակների մոտ։ Սա ոչ միայն քիմիական ազդեցություն է, այլ ֆիզիկական երևույթ։ Հիմնական վտանգը ներկայացնում է հենց ստատիկ լիցքը, որը կուտակվում է պլաստիկի մասնիկների վրա։ Նանոպլաստիկը, կուտակելով ստատիկ լիցքը, արագացնում է օրգանիզմում ավելի վաղ նշած զբաղեցական գործընթացները, ավելի վատթարացնելով բջիջների և ընդհանրապես մարդու առողջությունը։ Հենց այս նանոպլաստիկի մասնիկների ստատիկ էլեկտրական լիցքերն են հանդիսանում գլխուղեղի քայքայման հիմնական գործոնը։ Այն ներսից քայքայում է մեր ուղեղի նեյրոնները, աքսոնները և սինոպսիսները, պարզապես ոչնչացնելով դրանք։ Հենց նանոպլաստիկի մասնիկների այս հատկությունն է նպաստում նրան, որ այժմ մթնոլորտում շատ մեծ չափով կարկուտ է գոյանում։ Եվ այն միայն կշարունակի աճել։ Որքան բարձր լինի նանոպլաստիկի կոնցենտրացիան մթնոլորտում, այնքան կարկուտի չափը մեծ կլինի։ Նանոպլաստիկի մասնիկների ստատիկ էլեկտրականության լիցքը նաև օգնում է երկարացնել վիրուսների կյանքը, որոնք հայտնվում են նանոպլաստիկի վրա։ Այս մասնիկները մի տեսակ վիրուսների մարտկոցներ են։
Եթե վիրուսները չեն փոխանցվում մարդուց մարդուն եւ նստում են մակերեսների վրա, նրանք մահանում են վայրկյանների ընթացքում։ Այնուամենայնիվ, ստատիկ էլեկտրականությամբ լիցքավորված նանոպլաստիկի վրա հայտնվելիս վիրուսները կենսունակ են մնում մինչև 3 կամ նույնիսկ ավելի օր, ինչը մուտացիաներ է առաջացնում նաև նրանց մեջ։ Այս ուղղությամբ լուրջ գիտական հետազոտություններ են իրականացվում, որոնց արդյունքները շուտով կարող են ապշեցնել ողջ աշխարհին։ Պարզվում է, որ մենք շատ ավելի քիչ բան գիտենք էլեկտրաէներգիայի մասին, քան նախկինում կարծում էինք։ Նանոպլաստիկը հնարավոր չէ հեռացնել մարմնից։ Նանոպլաստիկի վերը նկարագրված բոլոր կործանարար ազդեցությունները, միտոքոնդրիումների և ԴՆԹ-ի վնասումից մինչև երեխաների մոտ քրոնիկական հիվանդությունների և բնածին անոմալիաների աճը, սրվում են ամենասարսափելի գործոնով։ Նանոպլաստիկը հնարավոր չէ հեռացնել մարմնից։ Հայտնվելով ներսում, այս միկրոսկոպիկ մասնիկները թափանցում են բջիջներ և մնում այնտեղ ընդմիշտ, կուտակվելով ամեն օր և մեծացնելով դրանց թունավոր ազդեցությունը։ Եթե նանոպլաստիկը մտնում է օրգանիզմ սննդի հետ, ապա դրա մի մասը կարող է արտազատվել աղիների միջոցով, սակայն, երբ մենք օդ ենք ներշնչում, և սա մուտքի հիմնական ուղիներից մեկն է, այն նստում է թոքերում և արյան հոսքով հասնում գլխուղեղ, ընդմիշտ մնալով այնտեղ։ Մեր բնական մաքրման մեխանիզմները, ինչպիսիք են լյարդը կամ երիկամները, չեն կարողանում հեռացնել նանոպլաստիկը, քանի որ այն չափազանց փոքր է և մարմնի կողմից չի ճանաչվում որպես օտար նյութ, որը պետք է հեռացվի։ Նույնիսկ եթե մենք, որպես մարդկություն, ամբողջովին դադարեցնենք պլաստիկի օգտագործումը հենց հիմա, այն քանակությունը, որն արդեն կուտակվել է, կշարունակի ոչնչացնել մեզ ներսից։ Պլաստիկի քանակությունը, որը կուտակվել է մեր և նույնիսկ 3 տարեկան երեխաների մարմնում, արդեն ավելի քան բավարար է մեզ ոչնչացնելու համար։ Մեր բջիջներ ներթափանցած նանոպլաստիկը շարունակում է տարածվել, երբ բջիջները բաժանվում են, նպաստելով այնպիսի պաթոլոգիական պրոցեսների զարգացմանը, ինչպիսիք են քաղցկեղի մետաստազները կամ նեյրոդեգեներացիան, սա ստեղծում է մի արատավոր շրջան, որից մարդկությունը ելք չունի։ Նանոպլաստիկը հեռացնելու անկարողության պատճառով է, որ նկարագրված բոլոր հիվանդությունները, սրտանոթային հիվանդությունները, նեյրոդեգեներատիվ խանգարումները, քաղցկեղը, վերարտադրողական խանգարումները, հոգեկան խանգարումները և բնածին շեղումները երեխաների մոտ դառնում են անխուսափելի և միայն կավելանան։ Պլաստիկի արգելումը լուծում չէ։ Առաջին միտքը, որ կարող է ծագել հասարակ մարդու գլխում, որպես խնդրի լուծում, դա պլաստիկի ամբողջությամբ արգելելն է։ Բայց թույլ տվեք ուղիղ ասել, դա անիմաստ է, պլաստիկը չափազանց խորն է արմատավորված մեր կյանքում։ Այն ձեզ սառնարանում է մեքենայի, հագուստի, ձեր երեխաների խաղալիքների մեջ։ Նույնիսկ եթե մենք հենց հիմա ամբողջությամբ դադարեցնենք պլաստիկի արտադրությունը, օվկիանոսներում, ծովերում և գետերում դրա քանակը արդեն բավական է մարդկությանը մի քանի անգամ ոչնչացնելու համար։ Նույնիսկ եթե մենք որսանք պլաստիկե խոշոր բեկորների ողջ զանգվածը ամենափոքր ցանցերով, միկրոպլաստիկի համար դեռ տասնամյակներ կպահանջվեն նանոպլաստիկի տրոհվելու համար, ինչը կավելացնի դրա կոնցենտրացիան հազարավոր անգամներով, արգելքը դա ելք չէ։ Պլաստիկի այրման վտանգները։ Առաջարկվող լուծումներից մեկը պլաստիկի ջերմային վերամշակումն է վառելիքի արտադրության համար, ներառյալ այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են պիրոլիզը և այրումը, այնուամենայնիվ, սա չափազանց վտանգավոր գործընթաց է, որը հանգեցնում է նանոպլաստիկի լայնածավալ արտանետումների դեպի մթնոլորտ, բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ պլաստիկը քայքայվում է մանր մասնիկների, այդ թվում չափսերով 100 նանոմետրից պակաս նանոպլաստիկի։ Այս մասնիկները այնքան փոքր են, որ գոյություն ունեցող ֆիլտրման համակարգերը չեն կարողանում ամբողջությամբ որսալ դրանց, ինչի հետևանքով դրանք հայտնվում են մեր շնչած օդում։ Երբ դուք զգում եք այրվող պլաստիկի հոտը, դա նշանակում է, որ օդը հագեցած է նանոպլաստիկով, որը ներշնչելիս ներթափանցում է օրգանիզմ, ներառյալ ուղեղը և կուտակվում հյուսվածքներում։ Ներշնչելով նանոպլաստիկը, որն արտանետվում է պլաստիկի այրման կամ պիրոլիզի ժամանակ, դուք ձեր առողջությունը դատապարտում եք անդառնալի հետևանքների, հետևաբար, վառելիքի արտադրության համար պլաստիկ այրելու մեթոդներն անընդունելի են։
Նման վառելիքի գինը ոչ միայն ձեր առողջությունն է, այլև ձեր կյանքը։ Պլաստիկի անվտանգ վերամշակումը բարդ և թանկ գործընթաց է, որը պահանջում է խիստ վերահսկողություն և մասնագիտացված գործարանային պայմաններ, շատ ավելի արդյունավետ և էկոլոգիապես մաքուր լուծում է պլաստիկի վերամշակումը։ Դրա համար անհրաժեշտ է մշակել պլաստիկի հավաքման տնտեսապես շահավետ համակարգ, որը դրա վերամշակումը շահավետ կդարձնի բոլորի համար, առանց ապրանքների արժեքը բարձրացնելու։ Ինչ կարող ենք անել։ Վստահ եմ, որ այս պահին ձեր գլխում միայն մեկ հարց կա՝ ինչ անել։ Եթե նանոպլաստիկը հնարավոր չէ հեռացնել մարմնից, եթե այն արդեն գտնվում է մեր բջիջներում և նույնիսկ մեր երեխաների ուղեղի բջիջներում, ապա ինչպես կարող ենք պաշտպանվել գոնե հետագա թունավորումից։ Ես անկեղծ կլինեմ, այսօր լուծում չկա։ Դուք հարցնում եք, թե ինչպես հեռացնել նանոպլաստիկը մեր մարմնից, անձամբ ես պատասխանը չգիտեմ, և ոչ ոք այսօր չի տիրապետում այդ չափազանց արժեքավոր գիտելիքներին։ Բայց մինչ հսկայական թվով գիտնականներ պայքարում են այս խնդրի դեմ և լուծում են փնտրում, մենք կարող ենք գոնե նվազեցնել նանոպլաստիկի մասնիկների քանակը, որը մտնում է մեր և մեր երեխաների օրգանիզմ։ Դա անելու համար մենք ստիպված կլինենք վերանայել մեր ապրելակերպը, սովորությունները և նույնիսկ ցանկությունները։ Դուք հարցնում եք, թե ինչպես կարող եք պաշտպանվել, դե, դուք խելացի մարդիկ եք, ինքներդ մտածեք։ Նանոպլաստիկը, որն արդեն մտել է օրգանիզմ, չի արտազատվում, իսկ շնչառությունը նրա ներթափանցման ամենաարագ հիմնական ուղին է։ Մեր արագ փոփոխվող աշխարհի պարադոքսն այն է, որ այն, ինչ նախկինում վերականգնում էր մեր առողջությունը, այժմ խլում է այն։ Մեգապոլիսները, որոնք մեզ համար վնասակար էին համարվում իրենց աղմուկով և արտանետումներով, այժմ շատ ավելի անվտանգ են դարձել, քան անտառում զբոսնելը։ Անտառները գերհագեցած են նանոպլաստիկով, և նույնիսկ արձակուրդը ջրի ափին կարող է աղետի վերածվել նանոպլաստիկի առկայության պատճառով։ Հիշեցնեմ, որ ներշնչելուց հետո նանոպլաստիկը 2 ժամվա ընթացքում հայտնվում է ձեր ուղեղում։ Միակ հարցն այն է, թե ինչ քանակությամբ այն կմտնի ձեր ուղեղ, ոչնչացնելով միջնեյրոնային կապերը և անդառնալիորեն ոչնչացնելով ձեր նեյրոնները։ Այսպիսով, ձեր և ձեր երեխաների համար փնտրեք այնպիսի վայրեր, որտեղ օդն ավելի մաքուր է, որտեղ նանոպլաստիկի կոնցենտրացիան նվազագույնն է, խուսափեք միկրո և նանոպլաստիկով գերաղտոտված տարածքներից, մինչ գիտնականները լուծում են փնտրում։ Դուք կարող եք պաշտպանել ինքներդ ձեզ և ձեր սիրելիներին, կրճատելով շփումը այս սպառնալիքի հետ, որտեղ դա ձեր ուժերի սահմաններում է։ Մտածեք, գործեք, դա է ձեր հնարավորությունը։ Հիմա ես ներկայացնում եմ իրավիճակը այնպես, ինչպես որ կա։ Մտածեք, քանի դեռ ձեր ուղեղը ի վիճակի է մտածելու։ Մարդկության կոգնիտիվ կարողությունները նվազում են, և սա կատակ չէ, դա նանոպլաստիկն է մեր ուղեղներում։ Դուք դա արդեն նկատում եք ձեր և ձեր սիրելիների շրջանում, և տարեցտարի վիճակը միայն կպատթարանա։ Մարդկությունը դեռ անզոր է նանոպլաստիկի առջև։ Մենք դեռևս չենք կարող հեռացնել այն բջիջներից և ուղեղից, որտեղ դա ոչնչացնում է այն ամենը, ինչը մեզ մարդ է դարձնում։ Բայց մենք, գիտնականներս, չենք հանձնվում։ Մենք պայքարում ենք ձեր երեխաների, մեր ապագայի համար։ Հավատացեք, մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք։ Այո, դեռ լուծում չկա։ Բայց սա ընդամենը տարրական ֆիզիկայի և քիմիայի խնդիր է։ Ամեն ինչ գտնվում է գիտության հարթության մեջ, ինչը նշանակում է, որ լուծումը գոյություն ունի։ Պարզապես մենք դեռ չենք գտել այն։ Ուստի այժմ չափազանց կարևոր է պահպանել ձեր առողջությունը, ձեր և ձեր երեխաների կյանքը, մինչև չգտնենք այդ լուծումը։ Հոգ տարեք ձեր մասին։ Կյանքի համար արժե պայքարել։